Բարև ձեզ հարգելի դատիտողներ։ 20-րդ դարի նշանավոր հասարակական քաղաքական գործիչ եւ գիտնական մեր հայրենակցի կյանքը միաժամանակ եւ հետաքրքիր է եւ ուսանելի բազմաթիվ կողմերով, առումներով, եւ որպես ազգային գործիչ եւ որպես պատմաբան։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Աշոտ Հովհաննիսյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների տեխնացու Ավետիս Հարությունյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հավերը ընդունելու համար։ Հարգելի դատիտողներ, այժմ ծանոթանանք Աշոտ Հովհաննիսյանի կյանքի եւ գործունեությանը նվիրված փոքրիկ ակնարկի եւ շարունակենք մեր հաղորդումը։ Անվանի պատմաբան կուսակցական պետական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1887 թվականի հունիսի 16-ին Շուշիում, հոգևորականի ընտանիքում։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը։ Փիլիսոփայություն եւ տնտեսագիտություն է ուսանել Յենայի, Հալլեի եւ Մյունխենի համալսարաններում։ 1913-ից 14 թվականներին դասավանդել է Շուշիի հոգևոր ճեմարանում։ 1914-ից 17 թվականներին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Արարատ ամսագրում հանդես է եկել պատմագիտական հոդվածներով։ Ստեփան Շահումյանի հրավերով 1918 թվականին եղել է Բաքվի կոմունայի կրթության բաժնի վարիչ։ 18-ից 19 թվականներին Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր։ Հայկական գործերի կոմիսարիատի հրատարակչական բաժնի վարիչ։ Խմբագրել է մի քանի թերթեր։ 1920-ից 21 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի լուսավորության առաջին ժողկոմ։ Ստորագրել հայոց լեզուն պետական ճանաչելու, անգրագիտությունը վերացնելու, պետական հրատարակչություն կազմակերպելու, կուլտուր լուսավորական ինստիտուտի ստեղծման, Երևանի համալսարանի կազմակերպման եւ այլ դեկրետներ։ Նրա եւ Ալեքսանդր Միասնիկյանի ջանքերի շնորհիվ Հայաստան են վերադարձել գիտության եւ մշակույթի բազմաթիվ անվանի դեմքեր։ 1922-ից 27 թվականներին եղել է Հայկոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար։ 1928-ից 31 թվականներին ԽՍՀՄ Մարքս Էնգելսի ինստիտուտի միջազգային հարաբերությունների կաբինետի վարիչ։ 1931-ից 34 թվականներին ԽՍՀՄ ազգությունների ինստիտուտի փոխտնօրեն։ 1934-ից 35 թվականներին Նյութական մշակույթի պատմության ակադեմիայի Մոսկովյան բաժանմունքի տնօրեն։ 1935-ից 37 թվականներին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն։ 1937 թվականին բռնադատվել է եւ աքսորվել։ 1943 թվականին ազատվել Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Հրաչյա Աճարյանի եւ այլոց Ստալինին ուղղված դիմումի շնորհիվ։ 1943-ից 54 թվականներին ապրել է Վանաձորում։ Վերջնականապես արդարացվել է 1954 թվականին։ Նույն թվականից աշխատել է Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտում։ 1961 թվականից ղեկավարել նոր պատմության բաժինը։ Մահացել է 1972 թվականի հունիսի 30-ին։ Կինը քանդակագործ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Այծեմիկ Ուրարտուն էր։ Աշոտ Հովհաննիսյանը եղել է հայ ժողովրդի պատմության ակադեմիական բազմահատորյակի գլխավոր խմբագիրը։ Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են միջնադարին, Իսրայել օրուն, հայ ազատագրական մտքի, հայ-ռուսական հարաբերությունների, կուսակցությունների պատմությանը, Ֆրիկը պատմաքննական լույսի տակ, դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, Հայաստանի Հանրապետությունում նրա անվամբ թողարկվել է նամականիշ։ Պարոն Հովհաննիսյան, Աշոտ Հովհաննիսյանը մեր այն եզակի պատմաբաններից է, ում հետաքրությունների, գիտական հետաքրությունների, հետազոտությունների շրջանակը բավականին լայն է։ Սկսած վաղ միջնադարից Ֆրիկ, Իսրայել օրի հայ-ռուսական հարաբերություններ, հայ ազատագրական մտքի եւ տեսության պատմություն, քաղաքական կուսակցությունների գործունեություն եւ դրան է գումարած, որ նաեւ նա բավականին երկար, շուրջ կես դարյա գիտական եւ հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել։ Ձեր գնահատական։ Շնորհակալություն, որ հրավիրել եք։ Նախ եւ առաջ շեշտեմ, որ ես շատ սիրով եմ այս հաղորդմանը մասնակցում, որտեղ ինձ համար որպես պատմաբանի Աշոտ Հովհաննիսյանը եղել է իդեալ իմ դեռևս ուսանողական տարիների ժամանակ եւ արդեն երբ որ ասպիրանտուրայում էի սովորում, մեզ երիտասարդներից համար լեգենդին հավասարազոր մի դեմք էր եւ խոսել նրա մասին շատ պատասխանատու է
շատ հաճելի է ու չափազանց նաև կարևոր։ Այդ 40 թե 50 տարիները, որ դուք ասացիք, ցավոք սրտի դա այդպես չի։ Պետք է հանենք այդտեղից անհետ կորած չարչարկված այն 20 տարիները, որ նա կյանքի գուլակներում եւ աքսորավայրերում անցան, եւ այդ 20 տարիների ընթացքում բնականաբար որևէ ստեղծագործական աշխատանք չկատարվեց։ Տակը մնում է միս 20-ը, որով ինքը շատ եւ շատ մեծ բավականին արդյունավետ նույնիսկ 20 օգտագործեց։ Ես կցանկանայի շեշտել, որ Աշոտ Հովհաննիսյանին որպես պատմաբան նա մեր խորհրդահայ պատմագիտական իրականության ամենամեծ դեմքն է իմ կարծիքով։ Այսօր շատ չի ընդունված գնահատելու այն ձեռքբերումները գիտության, մշակույթի, տարբեր բնագավառներում, որոնք տեղի ունեցել խորհրդահայ իրականության պայմաններում, շատ իզուր վիթխարի աշխատանք է կատարվել, հզոր ուղղություններ են ստեղծվել, պատմագիտության բնագավառում հսկայական աշխատանքներ են կատարվել, եւ այդ աշխատանքների մեջ վեհապանց կա Աշոտ Հովհաննիսյանը, եւ Աշոտ Հովհաննիսյանը խորհրդահայ պատմագիտական մտքի իմ խորին համոզմամբ ամենաերևելի դեմքն է, նա չունեցավ իրեն գերազանցողը բոլոր բնագավառներում պատմագիտության։ Աշոտ Հովհաննիսյանի գիտական ժառանգության մեջ 3 կարևորագույն ուղղություններ եմ ես առանձնացնում։ Առաջին ուղղությունը դա նրա հայ ազատագրական պայքարին նվիրված աշխատություններն են, սկսած դեռևս միջնադարյան ժամանակներից, այսինքն գյուղացիական շարժումներ, աղանդավորական գյուղացիական շարժումներ, թոնդրակյան շարժումը նկատի ունեմ, մինչև գալիս է արդեն 16-17-րդ դարերի իրողությունները եւ վերջապես այն հզոր դեմքը, որը կոչվում է Իսրայելորի։ Դրա հետ կապված հայ-ռուսական հարաբերություններին նվիրված առանձին ուսումնասիրություններ, ասենք ռուսական կողմնորոշման սկիզբը հայրականության մեջ, Հակոբ Ջուղայեցուն նվիրված աշխատությունը, երկրորդ ուղղությունը Աշոտ Հովհաննիսյանի ստեղծագործական ժառանգության մեջ դա Միքայել Նալբանդյանն է։ Սա մի ամբողջ ուղղություն է։ Աշոտ Հովհաննիսյանից առաջ Միքայել Նալբանդյանի մասին իհարկե գրել էին եւ հետո էլ են գրել, բայց այն ինչն այդ բնակավարում արեց, անկերազանցելի է։ Եվ վերջապես երրորդ ուղղությունը 19-րդ դարի վերջերի երկրորդ կեսի հայ քաղաքական կուսակցությունների հոսանքների եւ քաղաքական կուսակցությունների պատմության նվիրված նրա ուսումնասիրություններն են։ Այս 3 մեծ բնագավառներն են։ Բնականաբար դրանք բոլորը մի ընդհանուր տրամաբանական, ասենք, գծով կապվում են միմյանց հետ։ Աշոտ Հովհաննիսյանի մեծությունը, վեհությունը, նաև միևնույն ժամանակ ողբերգությունը կայանում է նրանում, մարդու, գիտնականի, անձի, որ նրա քաղաքական գործի, որ նրա գործունեությունը տեղի էր ունենում պատմական այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որի մեջ գտնվում էր նաև մեր հանրապետությունը որպես մասը այն ընդհանուր մեծ երկրի, որը կոչվում էր ՍՍՀ։ Ստալինյան ժամանակաշրջանի։ Այո, ես կուզենայի շեշտել հատկապես Աշոտ Հովհաննիսյանի նշանակությանը որպես պատմաբանի, որպես սովետահայ պատմագիտության հիմնադիրներից մեկը։ Նրանով սկսվեց արդեն նոր հասարակարգում պատմագիտական ուսումնասիրությունները, նրանով։ Նա դառնում է պատմագիտության սովետահայ դպրոցի հիմնադիրներից մեկը։ Նա կողքին կային նաև ուրիշները, բայց չունեին նրա մեծությունը ու վեհությունը։ Աշոտ Հովհաննիսյանի վերաբերյալ բնականաբար չեմ կարող շեշտել մի շատ կարևոր հանգամանք, որ մենք իրավունք չունենք իդեալականացնելու եւ իմ խոսքս իդեալականացման որևէ միտում չունի։ Նկատենք, որ երբ որ նա կանգնած է ակունքներում եւ նոր հասարակարգը պահանջում է նոր հասարակարգին համապատասխան գաղափարական ուղղվածությամբ աշխատանքներ, Աշոտ Հովհաննիսյանը հենց այդ գաղափարական ուղղվածության ստեղծողներից մեկն էր ռեժիմի։ Իհարկե դուք ճիշտ եք, նա իր ժամանակաշրջանից կտրել ամենևին պետք չի։ Ժամանակաշրջանի մեջ պիտի մեր երբեմն ասենք իր այդ տարիներին
որոշ ուսումնասիրություններում պատմաշինարարությամբ զբաղվելու միտումը։ Դա Աշոտ Հովհաննիսյանին էլ է նաև չի նրանից վրիպել եւ հետագայում ինքը շատ է զղջացել այն տարիները, որ անցել են, բայց դա պետք է նաև անպայմանորեն ասել։ Պարոն Հարությունյան, ընդհանուր պատկերին արդեն Աշոտ Հովհաննիսյանի ունեցած գիտական վաստակի ծանոթացանք, ձեզ պիտի խնդրեմ ներկայացնեք Աշոտ Հովհաննիսյանի արդեն իսկ նշված մեկ ուղղությունը կոնկրետ, ավելի քան 100 տարի առաջ նրա առաջին գիտական աշխատությունը, ընդ որում գերմաներեն Իսրայելորին եւ հայ ազգային գաղափարը ֆորտապվեց, դրանով Աշոտ Հովհաննիսյանը կարող ենք ասել, որ սկզբնավորողը եղավ թե Իսրայել օրու գործունեության ուսումնասիրության եւ թե նաեւ ինչու՞ չէ հայ-ռուսական հարաբերությունների պատմության մանավանդ արդեն հետագայում 20-ականից սկսած 50-60-ական թվականներին հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը ավելի խորը հետազոտության ենթարկեց։ Նախ նշեմ, որ իրոք այսօր շատ գեղեցիկ հնարավորություն է ընձեռվել գնահատանքի եւ երախտիկի խոսք ուղղելու խորհրդային պատմագրության հիմնադիրներից մեկի, ինչու՞ չէ նաեւ հիմնադրի եւ հայ պատմագիտական Չվարանենք ես այդպես էլ անվանենք հիմնադրի, ոչ թե հիմնադիրներից մեկի, այլ հիմնադրի դպրոցի ականավոր ներկայացուցիչներից մեկի, եթե կարելի է նույնիսկ ասել հսկաներից մեկի Աշոտ Հովհաննիսյանի հասցեին մարդ անձնավորություն գիտնական, որ իր ավելի քան 60-ամյա գիտամանկավարժական գործունեությունը շատ հաջողությամբ կարողացավ զուգորդել հասարակական, քաղաքական եւ պետական գործունեության հետ։ Նա նաեւ զբաղվել է բուռն գիտամանկավարժական գործունեությամբ, գիտենք, որ դասավանդել է Շուշիի հոգևոր սեմինարիայում, դասավանդել է Գևորգ 5-րդի պատվերով Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Երևանի պետական համալսարանում, մանկավարժական ինստիտուտում եւ որոշակի մեծ դերակատարություն է ունեցել խորհրդահայ դպրոցի ստեղծման եւ մտավորականներին, հայագետներին Հայաստանում կենտրոնացնելու գործում, լինելով խորհրդային Հայաստանի առաջին լուսավորության ժողկումը։ Ինչ վերաբերում է ուրեմն Աշոտ Հովհաննիսյանի անդրանիկ աշխատությանը, որը հրատարակվել է 1913 թվականին Մյունխենում գերմաներեն լեզվով, Իսրայել օրին եւ հայ ազատագրական գաղափարը 26 տարեկանում է, դա նրա դոկտորական ատենախոսությունն է, պաշտպանել է 26 տարեկան հասակում, այդ աշխատության հետ հետագայում սերտորեն փոխկապակցվեցին նրա եւս երկու աշխատություններ, մեկը հայ-ռուս օրիենտացիայի ստեղծման խնդիրը եւ հայ-ռուսական հարաբերությունները 18-րդ դարի առաջին 30-ամյակին երկհատորյա փաստաթղթերի ժողովածուն, որտեղ ընդհանուր առմամբ նա ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունների սկզբնավորման պատմությունը, ինքը հանդիսանալով հայ-ռուսական օրիենտացիայի սկզբնավորողը, հիմնադիրը։ Այդ երեք աշխատություններում, մասնավորապես առաջին երկուսում, հեղինակը կարողացավ արժևորել հայ-ռուսական օրիենտացիայի դերը, փաստորեն մերժվեց այն ուրեմն ընդունված տեսակետը, որ հայ-ռուսական օրիենտացիան ձևավորվել է ավելի վաղ, մասնավորապես նա հակադրվեց Էզովի այն տեսակետին, որ հայ-ռուսական օրիենտացիան ավելի վաղ է ձևավորվել եւ գտա, որ 1720-ական 20 թվականից հետո է միայն այդ օրիենտացիան ձևավորվել, նույնիսկ ունի որոշակի գաղափարային մասին, որ հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո նոր ամբողջ հայ ժողովուրդը ընդունեց ռուսական օրիենտացիա։ Իր աշխատությունների, այդ երկու աշխատությունների մեջ հեղինակը կարողացել է այդ հայ-ռուսական հարաբերությունների սկզբնավորման պատմության ընդհանուր ենթատեքստում արժևորել նաև Իսրայել օրու գործունեությունը, հակադրվելով ժամանակի ստեղծված Իսրայել օրուն վերաբերող այնպիսի հեղինակների, ինչպիսիք են օրինակ Ցագարելին, որը իդեպ առաջ էր քաշում այն գաղափարը, որ Իսրայել օրին դա եվրոպական մի գործակալ էր, որը փորձում էր Պետրոս առաջինին հեռու պահել հյուսիսային պատերազմից։ Եվրոպացի պատմաբանը այդ ուրիշ բան սпасել։ Այսինքն Կարլ 12-րդը շվեդների թագավորը նա փաստորեն հատուկ խնդրել էր պֆալցի կուրֆյուրստին Լեոպոլդ առաջինին, որպեսզի Իսրայել օրու միջոցով
Պետրոս առաջինին հետ պահեն Հալթիկ ծովը նվաճելու գաղափարից եւ նրա նվաճողական քաղաքականությունը ուղղորդեն դեպի հարավ, դեպի Կասպից ծովի ավազան։ Նա կարողացավ շատ հնարամտորեն ուրեմն հակազդել այդ տեսակետը, ցույց տալով, որ օրին այն գործիչը չէր, որը կարող էր այսպես թեթև ձևով դառնալ ինչ որ եվրոպական տերությունների փորձարկման առարկա։ Նա քննադատում է Գրուշինսկու, ինչպես նաև Քյուրդյանի տեսակետները, որոնք Իսրայելորուն համարում են սովորական բախտախնդիր գործիչ, արկածախնդիր գործիչ, եւ կարողանում է արժևորել Իսրայելորու գործունեությունը նրան ներկայացնելով որպես խոշոր քաղաքական դեմք, որը կարողացավ նախորդ արևմտաեվրոպական դիվանագիտության արդյունքների հիման վրա հասնել այն մտայնությանը, որ տվյալ դարաշրջանում միայն Ռուսաստանը կարող էր հենարան հանդիսանալ եւ սատար կանգնել հայազատագրական պայքարի։ Պարոն Հովհաննիսյան, դուք արդեն ուղղությունները նշեցիք, այդ ուղղություններից մեկին պիտի խնդրեմ անդրադառնալ ձեր գնահատականը տակ, մասնավորապես երևի առանց չափազանցության Միքայել Նալբանդյանի գործունեության վերաբերյալ հարյուրավոր գրքեր եւ հոդվածներ կան, բայց այդ ողջ այդ ծովածավալ գրականության մեջ գուցե իմ կարծիքը սուբյեկտիվ հնչի, սակայն Աշոտ Հովհաննիսյանի, Միքայել Նալբանդյանը եւ նրա ժամանակը երկաթոր այդ հիմնարար աշխատությունը ոչ միայն ծավալով, այլև իր տեղեկատվությամբ, իր գնահատականներով, խորությամբ միանգամայն առանձնանում է եւ մինչեւ հիմա էլ եւ սրանից հետո էլ այսօր էլ իր պատմագիտական, քաղաքական արժեքը ինչ խոսքը պահպանի։ Անշուշտ դուք իրավացի եք, որ Միքայել Նալբանդյանի վերաբերյալ հսկայական գրականություն կա ստեղծված։ Իմ խորին համոզում Նալբանդյանը հայ այն քաղաքական, հասարակական, գեղարվեստական, գրական գործիչներից է, որը իրավամբ արժանի էր այդպիսի ուշադրության։ Շատ կարճ ապրեց, չափազանց կարճ ապրեց, սակայն մի հետ թողեց, որ անջնջելի մնաց հայ հասարակական կյանքում։ Հայտի են Նալբանդյանի դերը, նշանակությունը հայրականության մեջ։ Նալբանդյանը նախ եւ առաջ որպես հեղափոխական դեմոկրատ, այդպիսի ուղղության ներկայացուցիչ, նա ռուսական իրականության ներկայացուցիչ է, քան հայ իրականության, որտեղ այդպիսի ուղղություն հայրականությանը ծանոթ չի։ Նա ռուսական երևույթ է եւ ընդ որում ոչ թե սովորական, այլ առաջնային, ինչպես ասենք Դաբրալյուբովի, Բելինսկու, Գերցենի, Չերնիշևսկու, Սերնո Սալավյովիչի, մի խոսքով լոնդոնյան պրոպագանդիստների եւ բնական էր, որ այսպիսի մի անձնավորությունը պետք է գրավեր Աշոտ Հովհաննիսյանի ուշադրությունը։ Իդեպ այդ հադորյակը, որ դուք ասում եք, կապիտալ աշխատանքը, դրան նախորդել է վաղուց մինչև ձերբակալությունը իր կատարած աշխատանքներով։ Այսպես 1935 թվականին Մոսկվայում նա հրապարակեց Միքայել Նալբանդյանի չհրատարակված գործերը, մոտ 200-220 էջի սահմաններում է, բայց աշխատանքը, որ ունի 600 էջ, 400 էջը Աշոտ Հովհաննիսյանի կոմենտարներն են, Աշոտ Հովհաննիսյանի ծանոթագրություններն են։ Արդեն 35 թվականի հրատարակությունը դա մի ամբողջ հսկայական աշխատանք էր։ Նալբանդյանը շատ մեծ, այսպես ուշադրության է արժանացել Աշոտ Հովհաննիսյանի կողմից, հենց այն պատճառով, որ Միքայել Նալբանդյանին մինչ այդ տրված գնահատականները ինքը վերագնահատում է, ցույց է տալիս նա տեղը, դերը, նրա գործունեության հետևանքները մեր հասարակական մտքի բնագավառում։ Արդեն գիտեք 1937 թվականին արդեն այստեղ խոսք գնաց, կարծեմ, որ ընդհատվեց նրա ստեղծագործական աշխատանքը, ձերբակալվեց, աքսորվեց, այդ ժամանակ նա Մոսկվայում էր արդեն ապրում, Մոսկվայում էր աշխատում եւ շատ բարձր պոստ էր զբաղեցնում ՍՍՀ Պատմության ինստիտուտի փոխտնօրենն էր։ Ճիշտ է, նա ապրեց Գուլագի ամենադաժան պայմանները, նա եղավ Գուլագում այդ դժոխքում, զբաղվում էր անդառահատությամբ,
նշանավոր մտավորական, օնուցուձը մտավոր ֆրոնտի նվիրված մեկը պետք է անդար կտրեր եւ ինքը ել եմ կրկնում երջանիկներից էր, որ չգնդագահարվեց։ Եվ արդեն հետ վերադառնալուց հետո նրան 1954 թվականին թույլատրեցին հետ վերադառնալու, մինչ այդ Կիրովականում էր ապրում, առանց Երևանում բնակվելու իրավունքի, բայց կարող էր գնալ Կիրովականից գալ Երևան, արխիվներում աշխատել, բայց անպայման հետ վերադառնալու պայմանով։ 54 թվականին դա ավարտվեց։ Նա մշտական բնակություն է իրավունք էր ստանում ապրելու Երևանում, եւ տեսեք 54, 55, 56 այդ տարիների ընթացքում նա արդեն նախապատրաստած իր աշխատանքները ուներ Նալբանդյանի վերաբերյալ ուսումնասիրությունը հրատարակելու, տպագրեց այս 3 տարիների ընթացքում պատրաստեց եւ տպագրեց արդեն մեկը մյուսի հետևից Միքայել Նալբանդյանը եւ նա ժամանակը կապիտալ ուսումնասիրությունը։ Սա Նալբանդյան չի միայն, սա ամբողջ հայ հասարակական կյանքի պատմությունն է, հոսանքների, հասարակական քաղաքական մտայնության, մշակույթի, գրականության, սա մի ամբողջ հանրագիտարան է, հայ կյանքի հանրագիտարան 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ուղղակի կարելի է ասել, որ արհեստական է Միքայել Նալբանդյանի եւ նա ժամանակը Զուտ Նալբանդյանի վերաբերմամբ ամբողջական սա հայ կյանքն է։ Եվ այստեղ անդրադարձել է ինքը մանրամասն ժամանակի հայ մամուլին, լեզվի համար մղող պայքարի մանրամասներին, անդրադարձել է երիտասարդ Հայաստան եւ այդ հեղափոխական գաղտնի կազմակերպությունների գործունեությանը եւ կապված Նալբանդյանի հետ աղերսվող եւ Նալբանդյանի ազդեցության տակ գործող։ Գիտեք, նման մի աշխատանք ես այսօր մեր պատմագիտական դպրոցում չեմ տեսնում այդպիսի ծավալով, այդպիսի ընդգրկմամբ։ Պարոն Հացունյան, դուք արդեն անդրադարձաք ձեր խոսքում, բայց խնդրում եմ գնահատեք եւ ներկայացնեք Աշոտ Հովհաննիսյանի մեկ այլ կոթողային աշխատության։ Մեր հաղորդման ընթացքում այսօր այդ կոթողային կամ հիմնարար ֆունդամենտալ բառերը օգտագործեցինք, բայց կարծում եմ տեղին էր։ Տեղին է, իհարկե տեղին է։ Խոսքը վերաբերում է դրվագներ հայազատագրական մտքի պատմության երկհատոր աշխատությանը, որը աննախադեպ էր, այդպեսին մինչ այդ չունեինք եւ դրանից հետո էլ առայժմ չկա երկրորդը։ Ճիշտ նշեցիք, որ կոթողային աշխատություն է, դրվագներ հայազատագրական մտքի պատմության երկհատորի աշխատությունը, այն միաժամանակ հայ պատմագիտական մտքի լավագույն ստեղծագործություններից երկերից մեկն է, հրատարակվել է 1957-59 թվականներին, իդեպ նշեմ աշխատությունը նա նվիրել է իր կնոջը Այծեմիկ Ուրարտուին, որը հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության ժողովրդական նկարչուհի էր, քանդակագործեր։ Աշխատանքը, այս աշխատությունը հեղինակի մի քանի տասնամյա գիտական պրպտումների արդյունք է հանդիսանում, պատմաքննական խոր մի վերլուծություն, հեղինակ աշխատությունը ստեղծելու համար կարողացել է հետազոտել, շրջանառության մեջ դնել ինչպես հայալեզու, այնպես էլ օտարալեզու տպագիր եւ անտիբազմաթիվ նյութեր, մասնավորապես Մաշտոցի անվան մատենադարանի եւ Մոսկվայի հին վավերագրերի արխիվի բազմաթիվ տեղեկություններ շրջանառության մեջ են դրվել եւ աշխատության մեջ առաջ են քաշվել բազմաթիվ նոր մոտեցումներ եւ հեղինակի հետաքրքիր ընդհանրացումներ։ Ըստ էության Աշոտ Հովհաննիսյանը ներկայացնում է հայ ազատագրական մտքի շուրջ 1200-ամյա պատմությունը, սկսած 5-րդ դարից մինչև 17-րդ դար, առաջին կեսը մինչև 13-րդ դար, մինչև արաբական տիրապետության դեմ ապստամբական պայքար, երկրորդ հատորը 15-ից մինչև 17-րդ դար, մինչև Իսրայել օրի։ Հեղինակը փորձել է ներկայացնել այս աշխատության միջոցով հայ ազատագրական պայքարի մտայնությունը, գաղափարախոսությունը, դրա ծագումը, դրսևորման ձևերը, գործելակերպը, եղանակները, դեգերումները ազատագրական մտքի, ներկայացրել է հայ ազատագրական մտքի
լեգենդը, այդ լեգենդը ընդ որում ներկայացրել է սոցիալական տարբեր խավերի համատեքստում, օրինակ կան աշխատության գլուխներ, որոնք կոչվում են օրինակ ֆեոդալները եւ լեգենդը, եկեղեցին եւ լեգենդը, գյուղացիները եւ լեգենդը։ Այսինքն թեման համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել եւ բոլոր սոցիալական խմբերի, ուրեմն տեսանկյունից այն դիտարկման է դրվել։ Աշխատության մեջ հեղինակը իր անհամաձայնությունն է հայտնել մեր պատմագիտության մյուս հսկաների Լեոյի, Նիկողայոս Ադոնցի, ուրեմն տարբեր հայեցակարգերի հետ կապված, օրինակ Ադոնցին քննադատել է միայն այն բանի համար, որ ազատագրական պայքարի ուրեմն Ադոնց ազատագրական պայքարի մենաշնորհը համարել է միայն ֆեոդալներին, այսինքն ժողովուրդը ազատագրական պայքարի գաղափարից դուրս է։ Եվ հեղինակը շատ հետաքրքիր ուրեմն մտայնության է հանգել, որ 5-րդ դարից մինչև 13-րդ դար գոյություն ուներ իրոք ազատագրական պայքար, պետականության վերականգնման համար գործընթաց, 14-րդ, 15-րդ դարերում արդեն երբ որ փոխվեց Հայաստանի էթնիկ ժողովրդագրությունը, երբ որ տեղի ունեցավ արտագաղթ, երբ որ տեղի ունեցավ կրոնափոխություն, այդ ամենի ընդհանուր ենթատեքստում ազատագրական պայքարը ինչ որտեղ թուլանում է եւ արդեն 15-16-րդ դարում, 17-րդ դարում այն արդեն նոր ուղղվածություն է ձեռք բերում։ Աշոտ Հովհաննիսյանի ստեղծագործական բուրըն կյանքը 50 տարեկան հասակում ընդհատվեց։ 1937 թվականի մասն է խոսքը։ Կուզենայի Օսիպ Մանդելշտամի նշանավոր վիթխարի մի ռուս բանաստեղծի խոսքերը հիշատակել Աշոտ Հովհաննիսյանի մասին, ասում է Աշոտ Հովհաննիսյանը տղամարդու այն տարիքին էր 50 տարեկան, որ դա ամառային նրա աստեղային ժամն էր եւ միանգամից ընդհատվեց։ Ընդ որում նույն Մանդելշտամը նույն թվականին ձերբակալվեց եւ տարաբաղ 1938-ին մահացավ։ Ես կուզենայի շեշտել նաեւ մի հանգամանք, որը կուզենայի, որ անպայման մեր ունկնդիրները լսեն։ Օրերս դուրս տեսավ Աշոտ Հովհաննիսյանի ասպիրանտ, նրա աշակերտ Նորար Սարուխանյանի կապիտալ մենագրությունը Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական հայացքները, որը երախտապարտ սանի Տուրշներ Իրուշի հիշատակին եւ որով մենք կարող ենք մխիթարվել, որ այո, Աշոտ Հովհաննիսյանի կյանքը, գործը, ժառանգությունը արժանացավ վաղուց պետք է դա լիներ հատուկ ուսումնասիրության։ Շնորհակալություն։ Ինձ մնում է օգտվելով ընձեռված հնարավորությունից մեր հեռուստադիտողներին եւ իհարկե առաջներթին յետասարդ պատմաբաններին կոչ անել, որպեսզի ծանոթանան եւ ուսումնասիրեն Աշոտ Հովհաննիսյանի մեր Շուշեցի անվանի պատմաբանի թողած հսկայական ժառանգությունը, հատկապես արդեն անկախ մեր պետականության պայմաններում առաջներթին դա վերաբերում է դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության երկաթոր աշխատությանը։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդին հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Աշոտ Հովհաննիսյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։